Վահե Ֆիաջյան, նախապատրաստվի Արամ Սարգսյանը։ Պարոն Գրիգորյան, ուզում եմ հարցս ձևակերպել շատ լակոնիկ եւ ակնկալում եմ ձեր կողմից էլ, որպեսզի դուք էլ շատ լակոնիկ պատասխանեք։ Մենք ուզում ենք հասկանալ, ի վերջո, այս վարկային համաձայնագիրը հասկացանք տարբեր տրանշերով, ծրագիրը իրականացվում է, մի մաս կա որակով է, մի մասը անորակ է, համապատասխան գործառույթներ եք իրականացրել, կհետևենք այդ գործառույթներին, կտեսնենք ինչպես են իրականացվում։ Ի վերջո Հայաստանի Հանրապետության վրա ինչ բեռ է ֆինանսական առաջացնելու այս ծրագիրը հստակ թվով։ Գիտեք ինչպիսի տպավորություն է ստացվում։ Կարծում եմ յուրաքանչյուր քաղաքացի, երբ որ ինչ-որ մի բիզնես կամ մի ծրագիր ձեռնարկում է կամ անձնական նպատակներով վարկ է վերցնում, հատկապես Հայաստանում վարկ վերցնելիս, պետք է մի 10 անգամ չափուձև անի, մի 20 անգամ էլ ռիսկերը հաշվի առնի, թե ինչ զարգացումներ կարող է լինի, որպեսզի հետո կարողանա այդ վարկը փակել։ Մեր երկրում այնպիսի տպավորություն է, որ եթե միջազգային այս կամ այն բանկը գումար է հատկացնում, միանգամից պետությունը շահագրգռված է այդ գումարները վերցնելու, անկախ նրանից ինչ պայմաններով, ինչ միջոցներով, եւ վերջնահաշվարկներ չի կարողանում իրականացնել։ Այս դահլիճում նաև մեզ հետևում են սիրելի ուսանողներ, այսօր ուսանողների միջազգային օրն է, շնորհավորում եմ։ Իդեպ մասնագիտությամբ նաև իրավաբաններ են։ Էնպես չլինի, որ տասնյակ տարիներ հետո կամ մի քանի տարի հետո պատասխանատվության սկսեն ենթարկել, այդ թվում նաև այն մարդկանց, ովքեր այս ամբողջից ներկայացնում են այդ ծրագրերը։ Հստակ ներկայացրեք Հայաստանի Հանրապետությունում այդ գումարը ինչ թիվ է կազմելու։ Դա մեր բոլորի վրա բեռ է։ Ինչ որ մեկը ինչ որ մեկի թող լավություն չանի։ Շնորհակալություն։